Սեղմեք մեկ լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Այսօր առավոտյան տեսանյութ տարածվեց, ինչ-որ դիմակավորված անձիկ խոսում են Հայաստանի Հանրապետության վարչապետի, մեր երկրի ղեկավարի մասին, ահաբեկում են, սպանության մասին կոչեր են անում, փորձում են երկիրը վերածել Սիրիայի, կամ Լիբանանի, կամ Աֆղանստանի, կամ Աֆրիկյան ինչ-որ ուրիշ պետությունների, որոնք տերորով են հարցերը լուծում ու ամբողջ աշխարհում վարկանիշներն ընկած սաղ օրը իրանց երկրներում սպանություններ են, ամեն օր արյունա թափվում, էլ շունը տիրոջը չի ճանաչում այդ երկրներում, փորձում են տենց անել։ Նոր հոկտեմբերի 27 են փորձում անել, երկիրը գլխատել։ Մի քանի օր առաջ, որ մեկը ասում էր, որ ես 3 անգամ եկել եմ իշխանության, մի անգամ էլ կգամ։ 3 անգամն էլ եկել է ինչ-որ մարդկանց սպանություններից հետո։ Այդ ինադու եք, հա, Ղարաբաղյան բարբարով խոսում, այդ էլ հատուկ ընդրված մարդիկ են, իհարկե եթե կարելի է դրանց մարդ համարել այդ ոչխարներին, որ պառակտում մտցնեն Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի միջև։ Փորձում են նենց անել, որ քաոսի վերածվի, քաղաքացիական պատերազմ սկսվի, մարդիկ իրար ատեն։ Դա շատ ծանոթ ձեռագիր է։ Մենք տեսել ենք այդպես բան։ Մենք տեսել ենք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, երբ Ղարաբաղից իր բարեկամներին, հարազատներին բերել էր, այդտեղ պաշտոններ տվել, նրանք էլ ափր-ցապր ինչ ուզում անում էին։ Այնքան էին անում, մինչև ժողովուրդը սկսեր ղարաբաղցիներին ատել։ Նախ հետի պիտի ղարաբաղցիները իրենք հասկանան, որ թույլ չտան, որ իրանց օգտագործեն, բայց դա մի կողմն է։ Ոնց է կարելի սեփական երկրի, սեփական ժողովրդի դեմ նման բան կազմակերպել։ Նման արյունոտ բան կազմակերպել։ Արհավիրք։ Պետությունը քանդել, այն պետությունը, որի համար որ այդքան մարդ է զոհվել։ Ոնց եք դուք ձեր ձեռքը ոնց է գնում, կամ ոնց է ձեր ուղեղը պատտվում, որ նույնիսկ մտածել եք կարողանում այդ մասին, մի հատ էլ տեսանյութ եք։ Վիժվածքներ։ Դուք ով եք, որ կարողանաք երկրի ղեկավար սպանեք։ Դուք ով եք, կամ այդ ինչ, այդ ով է ձեզ ասել, որ դուք այդքան ճիշտ եք, որ ձեր ճիշտը կարելի է սպանությունով հարցը լուծել։ Դուք ընդհանրապես ճիշտ չեք։ Դուք չեք էլ կարա ճիշտ լինեք, որովհետև այդքան ուղեղ չունեք, որ ճիշտ լինեք։ Դուք անուղեղ եք։ Նոր հոկտեմբերի 27, հա, նոր սպանություններ, իշխանության զավթում, ու նորից են նույն քաոսը, որի մեջով անցավ ժողովուրդը, ինչ ասես, տեսավ մեր ժողովուրդը այդքան արյուն թափվեց հենց Հայաստանի մեջ, Երևանի մեջ, այն տերորը, որ իրանց այն ախրանապետությունը, այն կաշառքները, կոռուպցիան, ինչ-որ թայֆեկի մենաշնորը ինչ ուզեն անեն, ոնց ուզեն անեն, են խեղճ ու կրակ ժողովուրդներ թող ոչինչ թե, թքած։ Տեսեք ովքեր են սրանք ժողովուրդ, տեսեք ովքեր են, պատահական 5 հոգի լացիրակ վիժվածք չեն, որ պատահական փողոցից իրար գտե տեսե ծանոթացել են ու վիդեո են նկարում, կազմակերպված բանդայի մասին է խոսքը, տերորիստների, ստոր վիժվածք տերորիստների մասին է խոսքը, ովքեր պատրաստ են ամեն ինչի, հանուն իրանց մի փայլ լափի, հանուն նրա, որ վերադարձնեն իրանց լափը։ Այդ լափի մասին խոսեցինք, հիշեցի, այսօրվա կինը, որ առավոտ վարչապետի մոտ հարձակվել էր, խոսում էր։ Ուր էիք դուք այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը արուն էր լացում, ուր էիք դուք, երբ հայ ժողովուրդը փողոցներում ծեծ էր ուտում ոստիկանների ու ախրանիկների ձեռքով, սպանվում էր, ուր էիք այն ժամանակ, երբ գյուղերից ոռոգման ջրի խողովակները երկաթի տեղ հանձնում էին, գյուղացին մնում էր պարապ թողում գնում էր Հայաստանից։ Իմ գյուղում ոռոգման ջրի խողովակները տարել ծախել են երկաթի տեղ, ու հարյուրավոր դες գյուղերում են արել։ Ուր էիք այդ ժամանակ։ Ուր էիք այն ժամանակ, երբ որ մեր պոստերը կանսերվի կոկոշներով էին զինում։ Մեր զինվորները դիպուկահարների կրակոցների զոհվում էին, որովհետև թաքնվելու տեղ էլ չունեին։ Ուր էիք, ձեները չէր դուրս գալիս։ Գիտեք ձեները դուրս չէր գալիս, որովհետև հարմարվել էիք լափամանի մոտ։ Այդ դրա համար էլ ձեր ձենը դուրս չէր գալիս։ Դրա համար էլ ձեզ ձեռ էր տալիս այդ զոնան, կոմֆորտ զոնան, որի մեջ հայտնվել էիք։
Իսկ այն խեղճ ժողովուրդը, որ զոհվում էր, մեռնում էին, տանջվում էին, արտագաղթում էին, մարդիկ երեխա չէին ունենում, չէին ուզում երեխա ունենալ, որովհետև պահելու հնար չունեին։ Իսկ հիմա մարդիկ տներ են սարքում, պետությունը մարդկանց տուն է սարքում, նվեր տալիս ու հարյուրավոր տես տներ, հազարավոր տես տներ։ Մեր սահմանների վրա կենդանի բնակիչներով գումարտակներ ու զորամասներ են կառուցվում։ Հազարավոր տես տներ են սարքում, որ մարդիկ սահմանից չհեռանան։ Բա դուք ուր էիք, այ ողորմելիներ, որ այսօր կանգնել եք, ձեզ թույլ եք տալիս, երկարի ղեկավարը դենց եք խոսում, կամ էլ են մյուս ճիճուները, ճիճվոտները, որ ուզում են սպանենք, չգիտեմ ինչ կանենք։ Ով եք դուք, այս մեր երկիրը ուզում եք սարքեք Սիրիայի նման, որտեղ առիթից օգտվեք, ձեր բարեկամը Սիրիան տեսանք ինչ արեց։ Ձեր անուղեղներ, այ անուղեղ ոչխարներ, ձեզ քծեց ձեր բարեկամը Ղարաբաղում։ Ձեր վրա մի պաշկա սիգարետը 15,000 դրամով էր ծախում։ Վերջում էլ այդ հողերը տվեց մեր ընդհանուր թշնամուն, ձեզ էլ լարեց ընդեղից։ Դուք այսօր այդ նույն թելն եք թելում։ Խորհուրդ կտամ մնացած արցախցիներին, ովքեր որ մտադիր են ընկնել նման հոսանքների տակ, հեռու մնան, իրենց հեռու պահեն։ Դուք գործիք չեք, ձեզ գործիք մի զգացեք։ Աշխատեք նենց անեք, որ հեռու պահեք ձեզ այդ ամեն ինչից, որ աշխատեք նենց անեք, որ ձեզ չօգտագործեն, չկարանան, մտքերներով չանցնի, որ դուք օգտագործելու համար իրանց համար մատերիալ եք։ Իսկ այդ 4-5 հոգի այդ ոչխար ողորմելիները, ես վստահ եմ, իրանք ոնց է չլինի կհայտնաբերվեն, կբռնվեն։ Այդ ժամանակ կտեսնեն, թե ինչ է նշանակում ահաբեկել։ Դուք ոչ թե ահաբեկում եք Նիկոլ Փաշինյանին կամ ԿՊ-ին, դուք ահաբեկում եք ամբողջ ազգին։ Ամբողջ ազգին ահաբեկողը չի ծնվի։ Այս մեր ժողովրդին, այս հայ ազգին ահաբեկողը չի ծնվի, չի էլ մարսելու, դուք չեք մարսելու էդի։ Նոր հոկտեմբերի 27 եք ուզում անել։ Պարզ է։ Ձեր ձեռագիրն է, ծանոթ ձեռագիր է, մեր ժողովրդին, մեր ազգին ծանոթ ձեռագիր է այս ամեն ինչը։ Պրոստը այնքան անուղեղ են այդ նույն մարդիկ, որ դառնալու են Նաիրի Հունանյան, զուգարանի թղթի նման իրանց օգտագործելու են շպրտեն, գնալու են ցմասատկեն միտեղ բանդերի մեջ։ Ինքնասպանություն գործեն երկու կարագոցով։ Հետո նոր գլխաներին տան, թե ոնց դենց ստացվեց։ Էս ում խելքին ընկանք։ Ում խելքին եք ընկնում, այ ապուշներ։ Ում խելքին եք ընկնում, ես ինչ եք անում, դուք ով եք, զենք եք վերցնում հայ ժողովրդին էլ ահաբեկում ու սպառնում եք, չեք կարա դրա պատասխանը տաք, ոչ էլ դրա տակից դուրս եք գալու, կայ կտեսնեք։ Այն մնացած ղրգովիներն էլ, որ գնում են քարոզարշավի ժամանակ վարչապետ եթե դենց խոսում են, ասում են, ուր էիք այն ժամանակ, երբ ազգը արյուն էր լացում, երբ այս ազգին սպանում էին, թալանում էին, ոստիկաններով փողոցների մեջտեղը ծեծում ջարդում էին, երբ մի հատ ինչ-որ ոչ մի բան գյուղապետը կարող է խոսքի գյուղում ունենց տերոր, ունենց հանցագործություններ, ունենց կաշառքներ, ու դեր զարմացած մնայր, թե այդ ոնց եղավ։ Ուր էիք, խիչ էիք խոսում այդ ժամանակ։ Ուր էիք այն ժամանակ, որ գյուղերում ճանապարհների վիճակը նենց վիճակ էր, որ մարդիկ թողում գնում էին, որ էլ այդ ճանապարհով չանցնեն։ Էլ չանցնեն, հիվանդ մարդուն տեղափոխում էին այդ գյուղի այդ ճանապարհով մահանում էր ճամփին։ Ուր էիք դուք այդ ժամանակ, խիծապտուն չէիք անում։ Հիմա դուք արդար չեք, դուք ազնիվ չեք։ Ժողովրդի աչքին դուք ազնիվ չեք, որովհետև դուք այն ժամանակ, երբ որ ժողովուրդը թալանվում էր, քանդվում էր մեր պետությունը, երբ որ ժողովուրդը հալածվում էր, դուք այդ ժամանակ չեք կանգնել ժողովրդի կողքին։ Մեր հետ հավասար չեք կիսել այդ ցավը։ Դուք մերը չեք, դուք մեր նման չեք, դուք լապամանի կողքը կանգնած հանուն լապի, լռել եք, չտեսնելու եք տվել, մի բան էլ ծափահարել եք այդ մարդկանց։ Հիմա էլ մի եկեք դերասանություններ արեք, վայ Արցախը սպան, Արցախի տեղը գիտեցել եք դուք, գնացել եք կյանքում Արցախ կոնե մի անգամ, ձևի համար կոնե, հա, չեմ ասում պատերազմներին բաններին, դուք գնացել եք։ Փախնելուց առաջինն եք փախնում, Բավրայի սահմանը 2 ժամ հետո արդեն հատած եք եղել։ Ինչի մասին եք խոսում։
Ժողովուրդ ջան, տեսեք ովքեր են սրանք։ Տերորի հովանավորներ, երկիրը քաոսի վերածողներ, քանդողներ, թալանողներ, կոռուպցիոներներ, քայքայողներ, անգրագետներ, ստոր ստահակներ են։ Տեսեք ում կողը կարելի է կանգնել, ում կողը չի կարելի կանգնել։ Մեր ժողովուրդը իմաստուն է, գիտի, չի սխալվելու մեր ժողովուրդը։ Իսկ այս sense terrorist ստահակները ու իրանց մնացած են մանգլավիկները, մանր մուներները հələ պատասխանը տալու են։